Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները ապրիլի 9-ից 10 համատեղ զորավարժություն են անցկացնում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ խաղաղության զորավարժությունների հրամանատար բրիգադային գեներալ Վալիոլլահ Մադանին հայտարարել է, որ խաղաղության զորավարժությունները կանցկացվեն երկու երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև սահմանամերձ Նորդուզ շրջանում։ Զորավարժությունը ենթադրում է հայ-իրանական պետական սահմանին տեղակայված սահմանային անցագետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ, հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը։ Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում։ Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա։ Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը և համատեղ սահմանների գործոնի կարևորությունը, զորավարժությունները նախապես պլանավորվել և մշակվել են, միաժամանակ մարտական պատրաստակամության և խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար։ Ապրիլի 9-ից 10 համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին նախորդին Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, նշելով, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, Իրանինը Իրանի տարածքում։ Ըստ հայկական կողմի, զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցագետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Իրանի հետ զորավարժությունների անցկացումը դրական է գնահատում հաշվի առնելով առկա պայմանները։ Ըստ փորձագետի, սա միանշանակ ուղղված է մեր բանակի մարտունակության բարձրացմանը։ Իրանի բանակը վերջին տասնամյակներում մեծածավալ մարտական փորձ չունի որպես ամբողջական միավոր, սակայն մյուս կողմից այն բավական ակտիվ է պրոքսի պատերազմներում, մասնավորապես օժանդակ գործողությունների տեսքով։ Այս առումով փորձի փոխանակումը միանշանակ դրական է։ Իհարկե, սա ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչը, բայց պետք է նկատել, որ սա միայն հատուկ նշանակության ուժերի զորավարժություն է, այսինքն մասնակիցների քանակը լինելու է սահմանափակ, մինչդեռ մեր բանակում շարունակում է սուր դրված մնալ համազորային մեծ ծավալով զորավարժությունների բացակայության հարցը։ Ասել, որ սա արտառոց իրադարձություն է, նշանակում է ոչինչ չասել։ Մինչև վերջերս նման զորավարժությունները գրեթե ֆանտաստիկայի ժանրից էին և դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, ասում է քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։ Նրա խոսքով, Իրանի նկատմամբ արևմտյան ճնշումների ֆոնին Հայաստանի իշխանությունները միշտ խուսափել են համագործակցել Իրանի հետ այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմականն է, սակայն վերջին 4-5 տարիների իրադարձությունները կարելի է ասել փոքր-ինչ փոխել են իրադրությունը։ Այս զորավարժությունները որոշակի զսպող դեր կխաղան, հատկապես հիմա, երբ Ադրբեջանը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչն ընկալվում է որպես Բաքվի կողմից նոր ռազմական գործողություններ սանձազերծելու նախերգանք։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանի քաղաքական մեսիջը Հայաստանի հետ զորավարժությունների միջոցով բավականին զուսպ է և սահմանափակ։ Նաև այն փաստը, որ զորավարժությունները կողմերն անցկացնում են յուրաքանչյուրն իր տարածքում, մոտավորապես նույն սխեմայով Իրանն անցյալ տարի զորավարժություններ անցկացրել նաև Ադրբեջանի հետ, այնպես որ Իրանի նպատակը կարող է լինել հարևանների հետ գործակցության ընդհանուր ցուցադրումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել Բաքվի հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին ժամը 19:25-ից 19:35 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Մյուս կողմից էլ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն է հաղորդել, որ գյուղի ուղղությամբ գիշերը կրակոցներ են լսվել, տեղացիները լսել են դրանց ձայները։ Այս ֆոնին հայտարարվել է, որ 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ վարքերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով սահմանային իրավիճակին ասել է, որ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ Սահմանային իրավիճակի հետ կապված պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ ինֆորմացիան, բայց նաև ուզում եմ նշել, որ մենք շարունակում ենք աշխատել այն ուղղությամբ և մեր առաջարկը, Հայաստանի Հանրապետության առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և շարունակում ենք հրապարակային սրա մասին խոսել, աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք։
Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ, եթե մենք սպառնալինք տեսնենք, բնականաբար հանրության հետ կկիսենք։ Եթե մենք ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, բնականաբար մենք կկիսվենք հանրության հետ։ Կառավարության նիստում որոշվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների աջակցությունը տրամադրել մինչև դեկտեմբեր։ Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից։ Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար 10,000 դրամ։ Այսօր արված իրավիճակ է եղել Երևան աշտարակ ավտոճանապարհին Քասախ գյուղի բնակիչները փակել էին խճուղին կաթվածահար արել երթևեկությունը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը Երևան։ Քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ են խնդրել, որ հասկանան տրանսպորտային խնդրին ինչ լուծում տան։ Նախորդ օրերին բողոքի ակցիաներին մասնակցում էին նաև Պրոշյանի բնակիչները, որոնց երեկ ընդունել են կառավարությունում։ Հանդիպումից հետո պրոշյանցիները հայտարարել էին, որ իրենց խնդիրը լուծվել է։ Թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այլ Պաշտպանության նախարարության նախկին շենքի հատվածից շրջադարձ կկատարի եւ կվերադառնա Երևան։ Քասախցիների հարցը մնացել է չլուծված, հիմա նրանք շարունակում են ակցիաները։ 100 դրամ չեն ավելացրել։ Ասացեսով իմ երկու թորնույները ուսանող են։ Հիմա իրանք առել են քաղաքային տրանսպորտի մշտական։ Հիմա մի հատ էլ այս մշտականից առնեմ։ Ինչի համար? Հարցը մի հատ չէ, մեր վարչապետը մեծ տեղ է տալիս ուսման, բայց մտածում եմ, որ այս ուսանողները ուսումը դրանցից է սկսվում։ Անենց որ ծանրացնում է ժողովրդի բեռը, շատ դժվար։ Ներեկելիս Պրոշյանը էլ եմ կրկնում, մի անգամ էլ ասի, Պրոշյանը չի եղել, քաղաքային գիծ չի եղել, եղել է 65 թվականից ապարանելի Քասախ գյուղը քանդելուց հետո եկել են Քասախ գյուղ, 64 թվականից տեղ եղել է քաղաքային գիծ։ Միջև այսօր ինչ է փոխել, հասեք հիմա գիծը աջուրտով շայել են, ոնց են արել, ինչ են արել, եկել են հիմա վերել են ավտոբուսի փոխարեն, մտցնում են գազել, առավոտ ասեմ 7:30-ից մինչև 10-ը 4-500 աշխատող ուսանող է գնում։ Գազելը չի աշխատել այստեղ, պլյուս 250 դրամ 10, ֆիզիկայի խաչմերուկ, այդ 4-500-ը լից իմանդ է, պրոկա սարքե կամ ինչով գնան։ Ուսանողը ոնց է գնում, գալի այդ ինչ գումար են աշխատում ժողովուրդ, որ երկու հատ ուսանող պահեն կամ ֆիզիկայի խաչմերուկ գնալ է, իմաստ ասա խի են գնում, հանրապետական հիվանդանոց, ասեն ավել ավա, այդտանք հիվանդանոց գժվել են։ Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում եւ քանի որ Սահմանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով էլ Սահմանադրական դատարանը առնվազն գործող Սահմանադրության մասով այդ հարցին պատասխանել է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։ Գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին, իրենք դրանք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել եւ նորից թեմա առ թեմա գլուխ առ գլուխ մենք կարողանալու ենք իրենց հետ քննարկել, այսինքն ներողություն Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել եւ գործում է։ Բաքուն եւ Թեհրանը համաձայնության են եկել Ադրբեջանը Նախիջևանին միացնող էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին հայտարարվել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի եւ Իրանի միջև տնտեսական, առևտրի եւ հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար հանձնաժողովի իրանցի համանախագահ Ֆարզանա Սադեղիի ընդլայնված կազմով հանդիպմանը։ Վստահություն է հայտնվել, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ոչ միայն կծառայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա էլեկտրաէներգիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։ Իրանական կողմի հետ քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանն Իրանի միջոցով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքի հետ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Շրջանցիկ ավտոճանապարհն արդեն կառուցվում է։ Մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումը հարց է, որը պահանջում է Իրանի եւ Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը փակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել եւ սպասել։ Եվ այսպես մենք պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի մնալ փակուղում։